5 նոր ջրամբար Հայաստանի 5 մարզում կառավարության ղեկավարի գլխավորությամբ անցկացված հանրային ներդրումային կոմիտեի 7-րդ նիստին նախագծերը հաստատվել են մտել գործնական փուլ։ Այնտեղ որտեղ հնարավոր է ջուր ամբարել, պետք է ջուրը ամբարել, որովհետև մենք չգիտենք 10 տարի հետո ջրի գինը ինչ ալնելու եւ ջրի նշանակություն, չնայած գիտենք, վստահ գիտենք, որ աճելու է, չի նվազելու, տարբերակ չկա։ Ջրամբարաշինական այս լայնածավալ նախագծերը կիրականացվեն Արմավիրում, Վայոց ձորում, Գեղարքունիքում, Սյունիքում, Շիրակում։ Շինարարության ընդհանուր ծավալը կկազմի ավելի քան 40 միլիարդ դրամ։ Արդյունքում 18 միլիոն խորանարդ մետր ջուր կկուտակվի։ Նախագծերը մշակված են քաղաքաշինական նորմերին համապատասխան, քաղաքաշինական եւ բնապահպանական նորմերով սահմանված բոլոր փորձակնություններն ունենք դրական եզրակացություն Երփինի եւ Քասախի ջրամբարների համար։ Խոսքը վերաբերում է տեխնիկական փորձակնություններին, բնապահպանական փորձակնությանը եւ համալիր փորձակնությանը։ Իսկ մյուս 3 ջրամբարների դեպքում առաջի 2 փորձակնություններն ունենք եւ ներկայումս ընթանում է համալիր փորձակնության փուլը։ Լուրջ ներդրումներ ու աշխատանք պահանջող ծրագրերը կյանքի կոչելու դեպքում 6175 հեկտար հողատարածքի ոռոգումը կդառնա ավելի կայուն, արդյունավետ։ Այս տարիների ընթացքում անմշակ մնացած 1696 հեկտար եւս կդառնա ոռոգելի։ Կուտակված ջուրը 40 բնակավայրի հողի մշակներին կհասնի։ Ծրագիրը ուղղակի ու անուղղակի կբարելավի 700,000 մարդու կյանք, բայց քաղաքացիներն ու ջուրը կառավարողներն էլ պետք է փոփոխություններին պատրաստ լինեն։ Եթե մենք ասենք ջրամբարներ կառուցենք եւ մեր ոռոգման կուլտուրան լինի այնպեսի, ինչպեսի մենք չենք հասցնի ուղղակի այդքան ջրամբար կառուցենք։ Սրա էֆեկտը երկու բան է, որ նախ հնդածս նաեւ մեր գյուղատնտեսական տեխնոլոգիաները պետք է փոխվեն եւ երկրորդը ջրի կառավարման մեթոդը պետք է փոխվի։ Վարչապետին լուրեր, խնդրանքներ հասել են գյուղ ոլորտում մեծ ներդրումներ անող տնտեսվարողներից շատերն են պատրաստ ջրի համար ավելի վճարել, բայց պայմանով անհրաժեշտ ծավալով ու պետք եղած ժամանակ։ Այսօրվա ունեցած ռեսուրսները ցավոք թույլ չեն տալիս աշխատել փոխշահավետ այդ բանաձևով։ Մարդը գալիս ասում է, ես վճարում եմ, մենք ասում ենք, չէ, չես կարող։ Եվ սա մեր նաեւ գյուղատնտեսության ֆունդամենտալ խնդիրներից մեկն է։ Հիմա այն նախագծերը, որոնք ռեալ մեր գյուղատնտեսության լոկոմոտիվն են, մենք իրանց նենց երկար հերթի մեջ պահում ենք, որը այսօրվա միջավայրում հասկանալի է ինչ որտեղ, բայց 10 տարի հետո է միջավայրում դա հասկանալի չի լինելու։ Որտեղ կա ջուր, վստահ եմ դրա շուրջ որևէ տնտեսական գործունեություն կծավալվի։ Երկարաժամկետ կտրվածքով ներդրումները կարդարացվեն ոչ միայն գյուղատնտեսության ցուցանիշների աճով, այլև լուրջ միջոցներ կտնտեսվեն։ Ջրամբարների կառուցումից հետո այսօր շատ մեխանիկական ոռոգվող հողատարածքներ կանցնեն ինքնահոսի, էլեկտրաէներգիայի տարեկան խնայողությունը կկազմի ժամում 3,8 միլիոն կիլովատ։